Բարեօր սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում այսօր իմ շատ սիրելի ու շատ սպասված Գայանե Աբրահամյանն է։ Բարի գալուստ Տիկին Աբրահամյան։ Ես ուզում եմ, որ մենք այսօր խոսենք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի, Զելենսկու Հայաստան առաջին այցի, Տիխանովսկայի հայկական եթերում, որը Բելարուսի եւ Բելարուսի նախագահի կարծես թե բուն զայրույթը հարուցեց։ Վերջապես Կանադայի վարչապետի Հայաստանի Հանրապետություն առաջին այցի եւ գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցության։ Ինձ օրինակ շատ հետաքրքրեց Ջորջիա Մելոնիի տեսակետները այդ բազմակողմ ճգնաժամերի կառավարման մասին ու վերջապես Էմանուել Մակրոնի առաջին, ինչքան էլ զարմանալի է, առաջին պետական այցը Հայաստանի Հանրապետություն եւ Երևանյան երկխոսությունների պանելային քննարկումները։ Գիտեք, ինչ հարց է ինձ այդ ամեն ինչի արդյունքում շատ հետաքրքրում։ Մենք հասկացանք եվրոպական գենը ինչ է, եվրոպական ԴՆԹ-ն մեզ համար ընկալելի դարձավ, եվրոպական մշակույթը, եվրոպական դիվանագիտության առանձնահատկությունները, երբ ոչինչ ոչ մեկին չեն պարտադրում, իսկ մենք սովորենք, չէ, որ մեզ այնպես ասեն մենք երբ պիտի երջանիկ լինենք, երբ պիտի առողջ լինենք ու երբ կարող ենք ընդհանրապես մեկ փռշտ տալ նույնիսկ։ Այդ տարբերությունների մասին ես կարծում եմ, որ առավելագույնս դուք այդ ամեն ինչի մասին կարող եք խոսել, որովհետև նաև մասնակից եք եղել։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես այդ շարքում երևի նաև պիտի ավելացնեմ Մեծ Բրիտանիայի վարչապետի, որովհետև այո, չենք ունեցել ըստ էության Թուրքիայի փոխվարչապետի այցը, այո, այսինքն աննախադեպությունները իսկապես շատ էին, հատկապես Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովին, այսինքն դե հասկանալի է, որ նաև եկել էին Հայաստան ներողություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, բայց նաև մաս կազմեցին ըստ էության մյուս գագաթնաժողովին, որը էլի աննախադեպ էր, առաջինն էր եւ կարծում եմ հույս ունեմ գոնե շարունակական պիտի լինի եւ այս չափազանց կարևոր իրադարձությունների շարքը, որին մենք ականատես եղանք, Հայաստանի քաղաքացիների համար մեծ հաշվով չդարձավ իսկապես աննախադեպ, որովհետև դրան զուգահեռ այնպիսի ապատեղեկատվական հիստերիա կամ եթե շատ ավելի կոշտ, եթե չասեմ վայնասուն նաև դրա հետ զուգորդվեց, որ մի տեսակ մարդիկ սկսել են վախենալով ուրախանալ եւ կամ մի տեսակ այդպես հապաղել, արդյոք իսկապես սա ճիշտ է, իրավունք ունենք ուրախանալու, արդյոք մեզ չեն խաբում, արդյոք իսկապես սա մեզ օգտակար է, թե կարող է Ռուսաստանը պատժել, այս անընդհատ խոսույթը, որ մեզ Ռուսաստանը կարող է պատժել եւ այլն, եւ հենց այս նաեւ տարբերությունն է, ինչպես ասացիք, որ Եվրոպական միությունը երբեք չի պարտադրում Եվ հենց այստեղ է նաև այդ չընկալումը, որ այդտեղ չկա պարտադրանք, որովհետև երբ որ ասում են մենք ուզենք նկրտումներ Եվրոպական միության մաս Եթե չեն պարտադրում, ուրեմն չեն սպասում։ Ուրեմն չեն սպասում, այո, որովհետև իրենց կարծիքով դա պիտի տենց անընդհատ լինի, մինչդեռ ամեն հնարավոր առիթի ժամանակ իրենք ասում են դա ձեր ժողովուրդը պիտի որոշի, որովհետև այդ ժողովրդավարական ընկալումը եւ ժողովրդի որոշելու կարեւորությունը եւ դրա լեգիտիմությունը իրենց համար այո այդ ԴՆԹ-ի մասը, այդ ուղնուզուծի մասն է, որը չի ընկալվում դեռևս ոչ մեր ցավոք մեր հանրության կողմից, չնայած ես քիչ եւ սովորաբար հանրությանը ավելի լայն տեսանկյունից երբեք չեմ մեղադրում, որովհետև մեծ հաշվով այդ բոլորը եւ այդ բոլոր խոսույթները ձևավորում են քաղաքական էլիտաներ, իսկ այս դեպքում հատկապես ընդդիմադիր դաշտում այդ քաղաքական էլիտան, ընդդիմադիր նկատի ունեմ ավելի պրոռուսական դաշտում, որովհետև մենք ունենք նաեւ կառուցողական ընդդիմություն, որը շատ նաև պրոեվրոպական, ոչ այդպես իշխանական ուժեր, որոնց դեպքում շատ հասկանալի է, այսինքն այս առումով մենք աշխարհի քաղաքական որևէ բան չենք տեսնում, բայց այդ պրոռուսական ուժերը, ինչպես նաև Պուտինն էր ասում, չեն կարողանում ընկալել ընդհանրապես, որ Հայաստանը կարող է ունենալ
իրավունք իր լեգիտիմ որոշ այդպես իր շահերից բխող որոշումներ Չէ, կարծում եմ, որ պատճառն այն է, որ չեն ընկալում, որ Հայաստանի Հանրապետությունը այնուամենայնիվ ինքնիշխան պետություն է, եւ Հայաստանի Հանրապետությունը գագաթաժողով իր տարածքում, իր մայրաքաղաքում կանի, թե չի անի, որևէ մայրաքաղաքի տեսակետը պարզելու անհրաժեշտություն չունի։ Սա ոչ միայն չեն ընկալում, սա նաև ուղղորդված, անընդհատ պարտադրում են, որ չպետք է ունենանք, այսինքն ոչ թե այստեղ ընկալման խնդիր նույնիսկ չի, չնայած նաև կարող է ընկալման խնդիր լինել, որովհետև մեծ հաշվով չենք ունեցել նաև 30 տարի այդ փորձը չենք ունեցել, եւ մարդիկ, որոնք հիմա հատկապես նաև փորձում են դիրքավորել իրենց հնարավոր տարբեր ձևաչափերում նաև որպես ընդդիմադիր իրենք որևէ կերպ չեն էլ հասկանում, որ կարող է լինել այդ, կարող է ունենալ Հայաստանը լեգիտիմություն, բայց չեն կարողանում հասկանալ, որովհետև նաև իրենց տերերը բնականաբար Ռուսաստանում նստած այդ ուղերձը անընդհատ են տալիս։ Դե նրանք տիեզերական աղմուկ բարձրացրեցին Զելենսկին Հայաստանում, դա դավաճանություն է։ Անգամ Զելենսկուց առաջ, այսինքն անգամ այս սամիթից առաջ բոլորովին պատահական չի Օվերչուկի անվերջ հիշեցումները Թուրքմենչայի պայմանագրի մասով, որովհետև Թուրքմենչայի պայմանագիրը հենց նրա մասին է, որ Հայաստան ուղղակի որպես առանձին պետություն չկա, որովհետև Թուրքմենչայի պայմանագիրը հենց այս տարածաշրջանը երկու գերտերությունների միջև կիսելու մասին է։ Եվ երբ որ անընդհատ ասում են, ինչ թրիփի մասին է խոսքը ընդհանրապես, դուք ինչ իրավունք ունեք, փորձեք ինքնապաշտպանվել կամ փորձեք ձեր պետական շահը սպասարկեք, եթե այդ տարածքը Իրանի հետ մենք Թուրքմենչայի պայմանագրով մեր երկուսից միջև բաժանել ենք, դուք այդ ինչ եք այդտեղ որոշում։ Սա ես ճիշտն ասած զարմանում եմ ընդհանրապես, որ մեր հասարակական, ներհասարակական քննարկման տիրույթում այս հարցը ընդհանրապես բավարար ուշադրության մեծ հաշվով չարժանացավ, որովհետև սա ուղղակիորեն հստակ ուղերձ էր, որ մենք Հայաստանի Հանրապետություն չենք ճանաչում։ Այսինքն սա մենակ էս սահմանները չենք ճանաչում, այլ բուն պետության գոյությունը չենք ընդունում։ Բուն պետություն չենք ճանաչում, որովհետև դա ինքնին, այսինքն սա կարող էր ուղղակի պատճառ դառնալ ասելու, որ դե եթե չեք ճանաչում, ուրեմն մենք ինչ ենք անում ընդհանրապես հապկում։ Այլ մնացած տնտեսական ԵԱՏՄ եւ այլն չեմ խոսում, բայց հասկանալի է, որ այսքան կտրուկ հիմա Հայաստանը դրան գնալու գուցե ռեսուրս եւ կարողություն չունի եւ այլն, բայց հարցը այն է, որ գոնե քննարկման մակարդակում մենք այս քննարկումը մեր մեջ պիտի ունենանք։ Նույն ընդդիմադիր դաշտում պրոռուսական ուժերի շրջանում հարց առաջանում է, իրենք Հայաստանի Հանրապետության վարչապետ են ուզում դառնալ, թե որ հանրապետության վարչապետ են ուզում դառնալ։ Ես կարծում եմ, որ նման հարց չի կարող առաջանալ, որովհետև այդ պարագայում իրենք իսպառ բացառում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, դեր ասած Թուրքմենչայի պայմանագրի տարբերակով են գնում, եւ այսօր օրինակ Սամվել Կարապետյանը իր ընդհանրցակ ասուլիսում միանգամայն փաստեց այդ տեսակետը։ Միանգամայն փաստեց, գիտեք, ես այն տպավորությունն ունեի, որ չգիտես ինչու Զախարովան սկսել է հայերեն խոսել, բայց շատ դանդաղ վանկատված, ինչ որ աղճատված հայերենով։ Տեսակետները մեկին մեկ թարգմանված էին, այն ինչ հնչեցնում է Սմոլենսկի հրապարակը, այսօր մենք լսեցինք Երևանում։ Ու այդքանից հետո մենք պիտի մտածենք, որ Սամվել Կարապետյանը գալիս է Հայաստանը փրկելու։ Ումից, բայց մենք փրկության կարիք ընդհանրապես ունենք, եթե մենք փրկության կարիք ունենք, մենք փրկության կարիք ունենք հենց Սամվել Կարապետյաններից։ Այս պարագայում ես նկատի ունեմ այդ Կրեմլի վկաների ամբողջ փաղանգը, այն նրանցից փրկության կարիք մենք իսկապես ունենք։ Ցավալիորեն պիտի ասենք, որ այո, Զախարովայի այդ բոլոր խոսույթները ընդ որում բառ առ բառ հաճախ կրկնվում են այստեղ պրոռուսական իրենց սատելիտների կողմից եւ բոլորովին պատահական չէր, որ ընդամենը սամիթից մի քանի օր առաջ այդ էլի ապատեղեկատվական հոսքը գնաց
ընդ որում այստեղ միայն զուտ ապատեղեկատվություն չի փաստի խեղաթյուրման տեսանկյունից եւ դա շատ ավելի սա հաճախ շատ ավելի վտանգավոր է երբ որ կա իրական խոսույթ իսկ դա Ալիևի եւ Ադրբեջանի օրակարգն է 300,000 ադրբեջանցիների վերադարձի խոսույթը բայց հանկարծ այսպես ասած ռուսական անհասկանալի ինչ որ կերպար Գաբրիելյանով անունով ենթադրաբար հայ կամ էթնիկ հայ բայց անհասկանալի է ինչ շահեր սպասարկող իր Facebook-յան գրառման մեջ գրում է որ 300,000-ը վերադառնում են Մուստաֆայևը եկել է հենց դա քննարկելու եվրոպացիները հենց դա են քննարկելու եւ գիտեք շատ կարեւոր մի մեթոդ է կիրառվում որը KGB-ի մեթոդներից մեկն է որ շատ հստակ թվում է թե հստակ ինչ որ բան ասենք օր կարող ասեն ժամ ասեն տեղ անքասեն հա գյուղի անուններ նշեն երբ որ մարդը մտածում է որ հա դա եթե այսքան հստակ ասում հավաստի դարձնելու համար մեծ սուտ է այո սուտը դարձնելով հավաստի թվում է թե ինչ որ հստակություն են մտցնում գյուղերի անունները հստակ գրում շրջանների անունները հստակ գրում թվում է թե ուրեմն ճշմարտությունը մինչդեռ դա բացարձակ սուտ էր բայց մենք տեսանք թե այդ մետադիչկան ոնց է աշխատում մի անգամից այդ գրելուց հետո այստեղ այդ էլի նորից ասուլիսի բոլորը դարձան Ալիևի խոսափողներ բոլորը դարձան այդ օրակարգ Ալիևի շրջանառողներ եւ դա ոչ միայն ցավալիորեն նաև պիտի ասեմ ոչ միայն դարձավ հիմնական խնարկումը եւ խոսույթը այդ պրոռուսական ուժերի, որոնք ուղղակի մետադիչկայով աշխատում են, բայց նաև ցավոք մեդիաների։ Եվ էսա ամենավտանգավորը, որ նաև չկա անկալում, թե ինչպես է շրջանառվում Ալիևի օրակարգը հանրային մեր տիրույթում։ Սա իրականում շատ վտանգավոր է, ու երբ որ ասում ենք հիբրիդային սպառնալիք, բնականաբար հենց այս տիպի մեթոդներն են, որ շատ ուժեղ աշխատում են։ Իսկ այն ինչ որ Զախարովայի ասած ուղղակի կարող է դուպլիկացիա լինել, ցավալիորեն մենք տեսնում ենք դրա օրինակները ամեն օր։ Եվ ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի խոսույթներում աշխատելավոճում տեսնում ենք թե նաև ինչ PR մեթոդներ են կիրառում եւ այլը, բայց սա իսկապես շատ վտանգավոր է այն տեսանկյունից, որ գիտեք քանակը ապատեղեկատվության շատ կարևոր է եւ ապատեղեկատվական հոսքերի տարածվածությունը տարածականությունը կուտակումը որովհետեւ երբ որ դա արդեն անընդհատ եւ այդ հոսքը սարսափելի մեծ աղբի եւ մեծ այդպես աղմուկի վերածված տեղեկատվական աղմուկի վերածված հասնում է հանրությանը հիբրիդային սպառնալիքի մեթոդներից մեկն էլ հենց դա է ուղակի այլևս այնքան աղմուկը մեծացնել, որ այլևս չկարողանա հասկանալ որն է ճիշտ, որն է սխալ։ Կամ մեկ այլ էլի մեթոդ է, որ ընդհանրապես ապատիկ դառնա։ Այդ ապատիկը իրանց այդքան ձեռնտու չի, որովհետև մասնակցայնությունը կարևոր է իրենց դեպքում շատ ընդհանրապես ընտրությունների լեգիտիմության համար նաև մասնակցայնությունը շատ կարևոր է, բայց մարդկանց բացարձակ ապատեղեկատվության եւ էմոցիոնալ այնպիսի սպառման հասցնել խնդիրը եւ նաեւ նպատակը, որ ուղղակի կամ այլևս չուզենան լսել, կամ ուղղակի լսեն մի ձայն, իսկ այդ մի ձայնը սովորաբար լսվում է այն ձայնը, որը ամենաշատն է, իսկ իրենք ունեն այդ ռեսուրսը։ Ավելի բարձր է բղավում։ Ամենաբարձրն է, ամենաշատն է, ամենատարածականն է, ամենաբազմազանն է, որովհետեւ ալիքների տարբերություն ունեն, իսկ դա ֆինանսական ռեսուրս է։ Ահռելի ֆինանսական ռեսուրս է դրված սոցիալական մեդիաներում, հնարավոր բոլոր TV եւ մեդիա հարթակներում, սա այս առումով իսկապես շատ վտանգավոր է։ Տեսեք, դե ֆակտո թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումները, թե Եվրամիության ղեկավարության հետ հանդիպումները, այնուամենայնիվ հավաստում են, որ Եվրոպան ասում է, ՆԱՏՕ-ն ասում է, իմ դռները ձեր առաջ բաց են։ Ու արդեն են փաստարկը, որ մենք կմոտենանք այնքան, որքան մեզ թույլ տան, կարծես թե կորցնում է արդիականությունը, կորցնում է հրատապությունը, փոխարենը մեկ ուրիշ հարց է դառնում առաջնային, իսկ մենք ընդհանրապես
պատրաստ ենք այդ գործընթացին։ Մենք պատրաստ ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին կամ Եվրամիության չափանիշներին համապատասխանության գործընթաց սկսելուն գոնե, որովհետև օրենքը ընդունեցինք, շատ լավ հրաշալի է, փայլուն է, բայց իրականացումը ինչպես է լինում։ Արդյոք մենք ինչ որ քայլեր ձեռնարկելու ենք ռուսական մոնոպոլիաները Հայաստանի Հանրապետության տարածքում կրճատելու կամ այդ մոնոպոլիաներին այլընտրանք գտնելու, իսկ այդ այլընտրանքի տարբերակ արևմուտքը մեզ տալիս է։ Եվ այս գագաթաժողովները, Երևանյան երկխոսության հարթակում հնչած ելույթները հենց դրա վկայությունն էին։ Մակրոնի խոսքը օրինակ ինձ համար, չգիտեմ, դասագրքային էր։ Իսկապես դասագրքային էր։ Չգիտեմ ինչու ես հիշեցի Մակրոնի առաջին մանդատի ժամանակ Սորբոնի համալսարանում իր փայլուն ելույթը, որտեղ խնդիր էր դնում, որ Եվրոպան պետք է ինքը իր անվտանգությունն ապահովի։ Եվրոպան պետք է դառնա ինքնաբավ։ Իրականում Մակրոնը այդ առումով հիմա իհարկե շատ է նաև ասվում էր հանրային տիրույթում, մեդիա տիրույթում, սոցիալական, որ Մակրոնը իր երկրում չունի այդպես ռեյտինգ եւ այլ, բայց իրականում Մակրոնը այն ինչ Մակրոնը արել է եվրոպական միության համաեվրոպական գործիչ է, ես համեմատում եմ Շումանի հետ, որը ժամանակին Եվրամիությունը կամ Դեգոլի հետ էլ են շատ համեմատում, բայց ինքը մի քիչ ավելի մոտ է երևի Շումանի հետ, որովհետև ավելի տենց Եվրոպային ամրապնդելու եւ Նրանք հիմնադրեցին, ինքը շարունակում է մի մակարդակ բարձրացնել։ Մի բան, որ որևէ պետության ղեկավար իրապես անգամ Գերմանիան, որ թերևս տնտեսության տեսանկյունից, գուցե ծանրակշռության տեսանկյունից տնտեսական միայն ավելի ուժեղ է, չնայած դե Ֆրանսիան էլ նաև ռազմական առումով ծանրակշռ եւ միջուկային տերությունը, բայց այն ինչ Մակրոնը արել է, կարծում եմ դեռ հələ Եվրոպան դեռևս կգնահատի եւ իրականում էս քաղաքական համայնքի համաժողովի հիմնադրումը, որը խոսում են թե կարող է փոխարինել ԵԱՀԿ-ին արդեն իսկ եւ քանի որ նաեւ ԵԱՀԿ-ում էլ հիմա ամերիկան համարյա իր մասնակցությունը չեղարկել է, այնպես որ այդ առումով սա իսկապես դարձել է այն հիմնական հարթակը, որտեղ բազմաթիվ հարցեր քննարկվում են։ Երբ ասում եք մենք արդյոք պատրաստ ենք համապատասխանել Եվրամիությանը, ՆԱՏՕ-ի եւ այլն։ ՆԱՏՕ-ի դեպքում մենք ունենք մի գիծ համագործակցության, դա մեր բանակի, որը բազմաթիվ տարիներ, այսինքն առնվազն 20 տարի մենք այդ համագործակցության այդ ձևաչափում, այդ ֆորմատում համագործակցում ենք, բայց մենք հիմա նաև ունենք ոչ միայն ՆԱՏՕ-ի հենց որպես կառույց, այլ Կոսովոյի առաքելությունն է եղել այդ համագործակցության շրջանակներում եւ այլն տարբեր այդպես դասընթացներին համագործակցություն ունեցել ենք, բայց մենք ունենք նաև ՆԱՏՕ անդամ երկրների հետ հիմա շատ ավելի խորացող համագործակցություններ եւ այդ հիմնական համագործակցությունները վերաբերում են մեր բանակի արդիականացմանը, այսինքն նույն մոտարապես այն ինչ մենք պատերազմի 44-րի ընթացքում հասկացանք, որ այդ սովետական խրամատային, առաջնագծային այդ բանակի մոդելը ուղղակի չի աշխատում, որովհետև այդ բանակի հիմնական ռեսուրսը մարդն է եւ մեծականակ նաեւ զոհեր տալով է այդ գործը մեծ հաշվով եթե հաջողություն Այսինքն մենք գործել ենք երկրորդ համաշխարհային պատերազմում սովետական բանակի համով, երբ մարշալների համար մարդը ընդամենը մսաղացի այդ նյութ է, տնտանոթի միս, ինչ որ հիմա Ռուսաստանը, բայց մեր դեմ գործում էր ՆԱՏՕ-ի ստանդարտներով բանակ, որը արդեն համարյա թե 6-րդ սերնդի պատերազմ էր մղում, նույնիսկ 5-րդ սերնդի չէ։ Թե զինվորների պատրաստվածության, թե զինատեսակների պատրաստվածության, դրոնների եւ այլն, բայց նաեւ զինվորների մոբիլ զինվորական այդպես պատրաստվածության տեսանկյունից մի բան, որ մենք չունենք, բայց հիմա այդ ուղղությամբ աշխատում ենք։ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանելն էլ մի ուրիշ շատ ավելի ծանր եւ երկարատև աշխատանք է։ Եվ
Եվ շատ էր նաև էլի ապատեղեկատվական բանը, որտեվ նաև փորձում էին հույսը մեծացնել մարդկանց շրջանում եւ երբ որ արդեն դա չէր լինի, էլի հիասթափություն կլիներ, սա էլի մեթոդներից մեկն է։ Երբ որ ասում էին, հեսա կարող է գան ասեն բան, վիզայի ազատականացումը Այլ վախեցնում են վիզաների ազատականացումը։ Բայց սկզբում ասում են գալու են ասեն հաստատում ենք վիզայի ազատականացումը, մի բան որ աբսուրդ է, որովհետեւ վիզայի ազատականացումը ընդհանրապես մի տարի առաջ է սկսվել, իսկ դա երկար եւ շատ այդպես լուրջ աշխատանք փաստաթղթային ամբողջ կարողությունների զարգացման, այսինքն միայն մեր անձնագրերի Գոնե որ տեխնիկական, կենսաչափական անձնագրեր չունեն, տեխնիկական հարցեր, որը ոչ միայն ենթադրում է փաստաթուղթը ունենալը, այլ նաև այդ փաստաթղթի նաև արտադրությունը դուք պիտի տեղում ունենաս։ Իսկ դա, չգիտեմ, գիտեք, սկսած նրանից, որ մենք հնգաֆազ էլեկտրաէներգիա ապահովելու այդ բաները չունենք, որտեղ այդ սերվերները այլ կերպ չեն աշխատում, վերջացրած տպագրական բազմաթիվ կամ այդ ամբողջ, չէ՞ որ այդ սերվերների մեջ նաև այդ ամբողջ տեղեկատվությունը պիտի լինի եւ այդ ամբողջ տեղեկատվության հասանելիության, դրանց ապահովագրության, որովհետեւ չի կարող այդ տեղեկատվությունը դուրս գալ։ Մի խոսքով, այդ առումով ահռելի աշխատանք ունեն, այսինքն այդքան տենց արագ սпасել, որ հեսա լինելու է վիզայի ազատականացում, անհեթեթ է։ Այ վախեցնելը, ես կարծում եմ հələ էլի կգա, այդ հոսքը էլի ապատեղեկատվության վիզայի ազատականացման վերաբերյալ դեռևս գալու է, այսինքն ելնելով Վրաստանի փորձից, Մոլդովայի փորձից, մենք ոնց որ սպասում ենք, որ հեսա նաև այդ մասով այդպես դեմոնիզացիա լինելու եւ վատաբանելու։ Դուք դատարկում եք Հայաստանը։ Բայց այստեղ շատ կարևոր մի բան կա եւ դրան հստակ կա պատասխան, որ վիզայի ազատականացումը շատ հստակ նախ գործընթաց է նաև ռեադմիսիոն պայմանագրերի համաձայնագրերի երկկողմ համաձայնագրերի, այսինքն այդ դեպքում որևէ անօրինական միգրանտ այնտեղ չի կարող մնալ, միանգամից պիտի վերադարձվի պետություն ծագող երկիր։ Մյուս հարցը այն է, որ շատ կարևոր է, ինչու օրինակ այս ընթացքում նաև շատ արագ իրականացվեց առողջապահական ապահովագրությունը։ Սա եւս վիզայի ազատականացման մի մասն է։ Պայմաններից է, որովհետև մեր արտագաղթի հաճախ պատճառներից մեկը նաև բժշկական։ Այսինքն իրենք պարտադրում են քեզ քո երկրում ապահովել են արտագաղթի հիմնական պատճառն է սնող ծնող պատճառների վերացումը, որպեսզի այդ պատճառները մարդիկ չունենան այլևս գնալու։ Դա նաև դատարանների արդարության, այսինքն սոցիալական խնդիրներից մինչև արդարադատություն։ Սրանք մեծ այդպես սանդղակ է, որոնց պիտի համապատասխանեցնենք։ Դա անելուց հետո բոլոր եվրոպական երկրները, էլի 27 անդամ պետություններ առանձին, այսինքն սա երկկողմ էլի հարաբերություն է, ինչպես ռեադմիսիոն համաձայնագրերը, տալիս են Հայաստանի Հանրապետությանը ապահով երկրի կարգավիճակ։ Եթե տալիս են ապահով երկրի կարգավիճակ, անօրինական միգրանտ, այսինքն 90 օրից ավել մնացած որևէ երկրում մնացած միգրանտի գործերը այլևս չեն ընդունելու, որ դատական գործ բացեն, հասկանան, իմաստունի, փաստականի կարգավիճակ չեն ընդունել, ուղղակի տեղում վերադարձնելու են ծագող երկիր։ Այսինքն ստացվում է, որ հիմա գուցե ավելի անգամ այդ միգրացիոն բանը ավելի շատ կարող է լինել, քան այն ժամանակ, երբ որ մենք ունենանք վիզայի ազատականացում։ Այնպես որ էս էլ շատ մանիպուլատիվ է եւ այլ եւ այլ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ձեր գնահատականով այս հանդիպումներից հետո Երևանում էր Քալաչը, Երևանում էր Թուրքիայի փոխնախագահը, ինչ հեռանկար ունեն, փոփոխություններ այնուամենայնիվ այն փոփոխությունները, որոնք նաև Էրդողանն էր անհրաժեշտ համարում իր երկրի բնականաբար իր երկրի շահերից բխող, կարող են լրումին հասնել, վերջապես Թուրքիան կդադարի լինել Ադրբեջանի պատանդը այս հարցում։ Ուղղակիորեն հենց այս հարցում եւ նաեւ ոչ այդպես բարձրաստիճան, բայց փորձագիտական նաեւ շրջանակի հետ շփվելուց հստակ է իրենց նաեւ դիտարկումը, որ այո, այս պարագայում Թուրքիան մեծ հաշվով դարձել է Ալիևի այդպես պատանդը եւ այնտեղից նաեւ որոշակի բողոքներ արդեն Թուրքիայից արդեն որոշակի բողոքներ կան, հատկապես երբ արդեն Ղազախստանից ճանապարհը բացվել է եւ այնտեղից ապրանքներ են ստանում,
ապրանքներ ենք Հայաստան հասնում, Թուրքիայի արձագանքը այն է, որ ստացվում է դու ավելի նպաստում ես Ղազախստանի, քան Թուրքիային, այսինքն մեզ ավելի վնասում ես, քան որևէ կերպ եւ դա ժամանակի հարց է կարծում եմ, այսինքն ինչ-որ պահի ուղղակի անընդունելի է դառնալու Թուրքիայի համար։ Եվ այստեղ նաև մի քիչ ներքաղաքական խնդիր կա, որովհետև Ալիևի ուղիղ ներգրավվածությունը հենց Էրդողանի կլանի, այսպես ասած, ընտանիքի ֆինանսավորման եւ այլնի տեսանկյունից չափազանց շատ է, այսինքն այս առումով էլ կոռուպցիոն այդ կապերն են թերևս հիմնական պատճառներից մեկը։ Բայց գոնե քլեչի այդպես նաեւ բաներից պանելային քննարկման ժամանակ, Երևանյան երկխոսության ժամանակ, նաեւ հարցազրույցներից եւ այլն հասկանալի դարձավ, որ իրենք ամեն օր պատրաստ են, երևի ինչ-որ այնուամենայնիվ ինտերնետ չունեն անցակետում, ընդամենը ինտերնետ չունեն։ Դեռևս սպասում են, կարծում եմ դեռևս շուտ բանակցությունների մեջ են, բայց ինչ-որ պահի կարող է ուղղակի այլևս Ալիևի այդ քմահաճույքներին չտրվեն։ Ինձ թվում է նաև Ալիևի այս նյարդային բանը լինելը, որը իհարկե Այնց դա է ուզում հարցնել, տեսեք, Իլհամ Ալիևի տեսաուղերձը դեմարշ էր։ Բնականաբար ուրիշ անուն չես կարող տալ։ Բայց սա միայն Բայց դա ինչ էր, ուժի ցուցադրություն էր, Եվրախորհրդարանից հեռանալու մասին հայտարարություններ մինչ էդ էլ եղել էին։ Արդյոք դա վկայություն չի, որ Ադրբեջանը ուղղակի ինքնամեկուսանում է։ Եվ դա ոչ այնքան, ինչ ասեմ, ժողովրդավարական, քաղաքական համայնքին մաս կազմելու գործընթաց է, որքան բռնապետության դրսևորում։ Ալիևը ինքը շատ այդպես ինքը իրեն դնում է շատ ծանր իրավիճակում եւ իրականում սա հակառակն է ինչ Եվրոպական միությունը տարիներ շարունակ փորձել է անել, որովհետեւ օրինակ երբ որ ես Եվրանեստի Հայաստանյան պատվիրակության ղեկավարն էի, եղել է ինչ որ իրավիճակներ, որ ես ասել եմ, որ չի կարող այսպիսի բռնապետություն ընդհանրապես այս հարթակում լինել։ Եվ հաճախ օրինակ նույն եվրոպական գործընկերների արձագանքը այն էր, որ դե եթե մենք իրան մեկուսացնենք շատ ավելի անկառավարելի է լինելու, գոնե այս հարթակներում մենք կարողանում ենք հասկանալ ինչ ա ուզում ինչ որ ձևի կառավարելիության տիրույթում պահել։ Եվ էսա հիմնականում նաև Եվրոպական միության ստրատեգիան եղել, այսինքն օրինակ բան այդպես սանկցիաների տակ դնելը նշանակելու է իրան ուղղակիորեն օտարել եւ անկառավարելի դարձնել նաեւ իր արձագանքի եւ ռեակցիաների տեսանկյունից։ Բայց այստեղ հետաքրքիր հանգամանքը այն է, որ հանձնաժողովի հետ ինքը շատ լավ աշխատում է, որտեղ ունի տնտեսական շատ լավ կապեր եւ տնտեսական նաեւ շահեր։ Պարլամենտի հետ չի ստացվում, որտեղ պարլամենտը այնուամենայնիվ արժեքային Ռոբերտա Մեծոլան շատ լավ բացատրեց։ Այո, բայց նաև ընդհանրապես Եվրոպական միության բանի տեսանկյունից արժեքահեն պաշտպանության տեսանկյունից պարլամենտն է, որը դեռևս իսկապես այդ, որովհետև հանձնաժողովը այնուամենայնիվ փորձում է շահերը խաղարկել եւ այլն, շահերը կամ հաճախ նաև ստորադասել արժեքներին։ Նույնը թերևս Եվրոպայի խորհուրդն է, որը արդեն 1-2 տարի 2023 թվականից արդեն հանեց իրեն եւ այս դեպքում այս իր դեմարշը ուղղակի ծիծաղելի էր եւ Մեծոլան այո շատ լավ պատասխանեց շատ էր նաեւ մանիպուլացվում բա ինչի մեր կողմից չհնչեց պատասխան եւ այլն այստեղ իրականում շատ նուրբ բան կա որովհետեւ մենք այդտեղ ավելի շատ հյուրընկալի դիրքում էինք եւ այդտեղ նաեւ ոչ միայն հյուրընկալ էինք, բայց մենք այդ համայնքում նաեւ այդպես հրավիրված կողմ ենք, այսինքն մենք միաժամանակ համ սահմանափակված էինք որպես հյուրընկալ եւ նաեւ ոնց որ այդ մեր բանը չէր, քննարկումը չէր, մեր խոսակցությունը չէր, ճիշտ է մեզ էր վերաբերում, բայց մենք այդտեղ ինչ որ կերպ դրան արձագանքելը շատ կարծում եմ էլ ավելի անիմաստ պիտի սրեր իրավիճակը եւ այստեղ ավելի շատ մեր եվրոպացի գործընկերներին ավելի վատ դրության մեջ պիտի դնենք, քան որևէ իրենք ինչ որ պետք է ասեցին, իրենք ինչ որ պետք է հասկացան։ Շատ լավ պատասխանեց։ Հրաշալի պատասխանեց Ռոբերտա Մեծոլան։ Եվ պատասխանեց հենց այն տեսանկյունից, որ մենք քո հետ ինչ խոսենք, դու ախր չես հասկանում ընդհանրապես ինչ է ժողովրդավարությունը, ինչ խոսենք մենք քո հետ, հա։ Այդ առումով իսկապես շատ այդպես դիպուկ եւ շատ կարճ պատասխան տվեց։ Բուն եվրոպական։ Այո, Թուրքիայի տեսանկյունից ասում եմ, այստեղ իսկապես բան է շատ
զգայունությունները իրենց դեպքում շատ են, բայց հատկապես շատ կարևոր է, որ Եվրոպական միությունը նաև այդպես հանձնառություն ունեցավ, ստանձնեց վերականգնելու անցակետերը, որը էլի շատ կարևոր է, որովհետև կարող ինչ-որ հոսքի պարագայում, եթե սահմաններ բացվեն, մեր եղած կարողությունները բավարար չլինեն։ Դուք ասացիք նաև, որ Եվրոպական միությունը տալիս է հնարավորություն նաև մեզ այդ մեկուսացումից ինչ որտեղ դուրս գալու։ Հայաստան Եվրամիություն ռազմավարական փաստաթուղթը, որ ստորագրվեց դեկտեմբերի 2-ին։ Չէ, հիմա այս նոր բանը, որը հռչակագրային է թվում է, թե, բայց այնտեղ կետեր կան, որոնք հաջորդիվ ծրագրեր են դառնալու եւ դրանք մեծապես նպաստելու են մեր էներգետիկ անկախության, չասեմ անկախությանը, բայց գոնե կախվածության նվազեցմանը, հատկապես արևային էներգիայի օգտագործման տեսանկյունից, այնտեղ դրույթներ կան ճանապարհների ապաշրջափակման առումով իրենց հետաքրքրվածության, որովհետև այստեղ շատ կարևոր է նաև հավասարակշռել ամերիկյան ներգրավվածությունը նաև Եվրոպական միության ներգրավվածության հետ, եւ այստեղ իրենք նաև որոշակի հետաքրքրություններ ունեն եւ դա շատ լավ է որ ունեն այդ հետաքրքրությունները, որտեղ այստեղ էլ այդ մանիպուլյացիան արվում, որտեղ գիտեք բան, Եվրոպան չի գալիս մեր սիրուն աչքերի համար, իրանք այստեղ շահեր ունեն, բնական է շահեր ունեն եւ պիտի ունենան, որտեղ եթե գալիս են սիրուն աչքերի համար, ինչ որ մի պահի այդ աչքերը կարող է սիրուն չթվան, որտեղ այդ շահերը փոխվում են։ Մենք դրա փորձն ունենք։ Այո, մենք դրա փորձն ունենք, բայց այդ տնտեսական շահերը ընդ որում միշտ այդ հատկապես Ֆրանսիայի հետ այս ռազմավարական վերջապես գործընկերության փաստաթղթի ստորագրելը էլի այս տիրույթում պիտի դիտարկենք, որտեղ անդադ ասել բարեկամական երկիր, չգիտեմ, առանձնաշնորհյալ հարաբերություններ չի աշխատում քաղաքական հարաբերություններում դա, այնտեղ փաստաթուղթ է պետք, ինստիտուցիոնալացում է պետք, որովհետև այսօր Մակրոնը մեզ սիրում է, վաղը մյուս, չգիտեմ, կարող է որևէ Մակրոնը չլինի, որևէ այլ մեկը կարող է չսիրի, որովհետև ասենք, չգիտեմ, հայ ընկեր է ունեցել, որը իրան ինչպես ասենք Հոլանդը։ Այո։ Լավ, ընտրություններից ուղիղ 1 ամիս առաջ ձեր գնահատականով հնարավոր ընտրությունների արդյունքները այնուամենայնիվ արդեն իսկ կանխատեսել։ Ինձ թվում է մենք այսքան անկանխատեսելի ընտրություններ չենք ունեցել, բայց ես նորից եմ ուզում շեշտել, որ մենք նաև չենք ունեցել ընտրություններ, որոնք ոչ թե եղել են քաղաքական ուժերի մասին, այլ եղել են աշխարհաքաղաքական ընտրությունների մասին։ Այսինքն մենք հիմա շատ ավելի այդ ջրբաժանի առաջ ենք, կամ պիտի ըստ էության ընտրենք Հայաստանի զարգացումը, Հայաստանի հնարավոր աշխարհի առաջ բացվելու հնարավորությունները եւ տնտեսապես կայունությունը, խաղաղությունը Կամ վերադառնում ենք նախնադար։ Վերադառնում ենք, այո։ Նույնիսկ ոչ միջնադար, այլ նախնադար։ Վրացի մեր գործընկերները էլի այս դիալոգի ժամանակ խոսում էինք, անգամ ասում էին, որ Վրաստանում անգամ հիմա գողությունների մակարդակն է ահավոր շատացել, ասում էին, որ հասել ենք համարյա մինչ Սաակաշվիլիի ժամանակաշրջան, ինչը շատ է, այսինքն մենք պիտի ուղղակի տեսնենք Վրաստանում ինչա կատարվում։ Եվ հասկանանք, որ նույնն է այստեղ լինելու եւ հասկանանք, որ դա ուղղակի չպետք է թույլ տանք։ Էլ չեմ ասում, որ մենք ուղղակի կմոռանանք, իրապես խաղաղության մասին կմոռանանք, որովհետև սա նրա մասին չի, որ գործող իշխանությունն է այդ խաղաղության, չգիտեմ, երաշխավորը եղել եւ այլն, սա պետության մասին է, եւ սա նրա մասին է, որ այս երկու աշխարհաքաղաքական բևեռների համար կոնֆլիկտը երկու տարբեր նշանակություններ ունի։ Եվրոպական միության համար կամ ԱՄՆ-ի համար, բայց հատկապես Եվրոպական միության համար Հայաստանի կոնֆլիկտ չունենալը, խաղաղությունը, կայունությունը ամենակարևորն է, որովհետև այդ դեպքում իրենք ունենում են այստեղ հնարավորություն այս ճանապարհը օգտագործելու։ Ռուսաստանի համար այդ կոնֆլիկտը ամենակարևոր ռեսուրսն է, որով ինքը կարողանում է ուղղակի կառավարելի պահել, որտեղ այդ ճանապարհը իրան պետք չի։ Պատերազմի ավարժական սպառնալիքով։ Այո։ Այս տխուր, բայց այնուամենայնիվ կարծում եմ հուսատու նոտայի վրա անցնենք իմ սիրելի բլիցին։ Այո։ Ես էլ չեմ պատրաստվել ձեր բլիցին։ Բլիցին երբեք ոչ ոք պատրաստ չի լինում։ Փորձել եք երբևէ նկարել։ Ես նկարել եմ։
Եվ փոքրուց եմ նկարել եւ իմ իրականում իմ առաջին մասնագիտությունը կրթության տեսանկյունից արվեստի պատմության տեսաբանն է եւ արվեստի քննադատ։ Աստորեն գուշակել եմ։ Այո։ Ձեր գնահատականով ով է միջին վիճակագրական հայը։ Կարճ։ Ոյ, բարի, շատ հաճախ իր շահը ուրիշին տվող մարդը, որը շատ հաճախ դրանից շատ Հիշում է հայի ետին խելքը։ Այո։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Կլեոպատրային։ Շատ անսպասելի է։ Կհարցնեի, որ ոնց անենք, որ պատմության մեջ կանանց դերը այդպես չխեղաթյուրի, որտեղ Կլեոպատրան իրականում շատ լուրջ քաղաքական գործիչ է եղել։ Մի բան, որ մենք իր մասին համարյա չգիտենք։ Պտղոմեոսների դինաստիայի վերջին տիրակալը։ Պատրաստ եք հանուն ճշմարտության Պանդորայի արկղը բացել։ Բարդ հարց է, որովհետև մեկ-մեկ այդ ճշմարտությունը այդ Պանդորայի արկղում կարող է լրիվ կորսվի, բայց անգամ արել եմ տենց, այո։ Հայլու հետ հաշտեք։ Դեռ այո։ Գրված թե չգրված օրենքներն են ավելի շատ կառավարում աշխարհը։ Աշխարհը նայած, եվրոպական աշխարհը գրված օրենքներով է կառավարվում, ինչը շատ կարևոր է, բայց շատ ավելի լայն աշխարհը չգրվածը շատ ավելի շատ է ցավոք։ Հայաստանը ավելի շատ չգրված օրենքներով է, որովհետև մենք դեռևս չենք հասկանում, այսինքն Հայաստանում դեռևս գործում է այդ բանը, սովետական միության ասացվածքը, որ օրենքները նրա համար են, որ դու շրջանցես։ Ձեր հարցը ինձ։ Ոյ, այսրան էլ չեմ պատրաստվել։ Բախտս բերեց։ Դուք պատրաստ եք հանուն ճշմարտության բացել Պանդորայի արկղը։ Անկեղծ ասած, պիտի պատասխանեմ, ինչպես դուք շատ հաճախ եմ բացել, անընդհատ եմ բացում ու ինքան էլ վախենալու չգիտեք այդ Պանդորայի արկղը, որտեղ այս դեպքում գործում է այն միֆը, որ սատանան ավելի սարսափելի է, քան իրականում համբավը ավելի սարսափելի է, քան իրականում սատանան, որովհետև եթե այդ Պանդորայի արկղից դնում ես ու հավերժական վախենում ես, շրջանցում ես, դու դառնում ես կոնֆորմիստ։ Իսկ այդ բացում ես, ու ընկնում ես մի շարք փորձանքների մեջ, առերեսվում ես ամենայն դեպս այն ամեն ինչին, ինչ դու համարում ես սկզբունք ու ճշմարտություն, այդտեղ ավելի շատ է աշխարհում ավելանում լույսը ու բարին։ Ու սա մոտավորապես նաև կարող ենք պրոյեկտել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այո, բայց այդ դեպքում ինձ թվում է դա միայն Պանդորայի արկղը չի, դա ավգիանախորները հավելելով, այո, եւ պետք է վերջապես մաքրել այդ ավգիանախորները։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում այսօր շատ խնդիրների անդրադարձանք եւ կարծում եմ, որ դեռ այս խնդիրներին էլի անդրադառնալու ենք, որովհետեւ ինչ-ինչ, բայց քաղաքականության ավգիանախորները մաքրելը բոլորի սպարտականությունն է, նաև ձեր, եւ այդ պարտականությունը կատարելու դրսևորումներից մեկն է լինելու է հունիսի 7-ի ընտրություններին չսխալվելը, ընտրելով Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն, ընտրելով ձեզ իբրև այդ պետության քաղաքացի, որը ուզում է պաշտպանված լինել, որը ուզում է լավ ապրել եւ որը ուզում է վերջապես հասկանալ ինչ է ուրախությունը։ Բարին ընձեզ։